Այսօր Հրանտ-Դինքի սպանության 19-րդ տարելիցն է։ Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Ստամբուլի Շիշլի թաղամասի Սեբադ բազմաբնակարան շենքի առջև, որտեղ ժամանակին գործել է ԱԿՕՍ-ի խմբագրությունը եւ որտեղ սպանվեց հայ մտավորականը։ Դինքի հիշատակը հարգելու եկածները ձեռքերում պահել են պաստառներ «Մենք այստեղ ենք, աղբարիկ», «Մենք բոլորս Հրանտ ենք», «Մենք բոլորս հայ ենք», «Մենք չենք հանձնվում» աղբարիկ գրությամբ։ Հավաքված բազմությունը վանկարկել է նաեւ պայքարի կոչեր, ընդգծելով, որ դատական գործընթացը դեռևս չի հասել իր վերջնական ու արդար հանգուցալուծմանը։ Հնչել են նաև այս դատավարությունը չի ավարտվի, մինչև մենք չասենք, որ այն ավարտվել է, եւ Հրանտը իմ եղբայրն է, չնայած ֆաշիզմին կարգախոսներ։ Հրանտ-Դինքի սպանությունը 21-րդ դարի Թուրքիայի պատմության ամենաաղմկահարույց եւ ամոթալի իրադարձություններից մեկն է։ Դինքին սպանած 17-ամյա ծայրահեղ ազգայնական Օգյուն Սամաստը դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման, սակայն 2023-ի նոյեմբերին նա վաղաժամկետ ազատ արձակվեց, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց թե Թուրքիայում, թե միջազգային հանրության շրջանում։ Մի քանի տարի ընթացող դատավարությամբ պարզվեց, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունները եւ ոստիկանությունը տեղյակ են եղել նախապատրաստվող սպանության մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել այն կանխելու համար։ Հրանտ-Դինքի ուղարկավորությանը ավելի քան 100,000 մարդ էր դուրս եկել փողոց, վանկարկելով «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք»։